Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեն, որ ես Լուսինեն եմ, ապրում եմ Ֆրանսիայում, ես կոլեկցիոներ եմ, հավաքում եմ գեղեցիկ վինտաժային զարդեր եւ այսօր կնայենք վերջերս ձեռք բերած իմ նորությունները, ինչպես նաեւ ունեմ մեկ պատվեր կուղարկենք միասին, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ ցույց տալ իմ գեղեցիկ պատշգամբը, արդեն եղանակները տաքացել են, ամեն բան ծաղկել է։ Շատ եմ սիրում ես գարունը, երբ ամեն բան նորից վերակենդանանում է եւ բնությունը զարթոնք է ապրում։ Արդեն սկսել է բացվել իմ կարտեզիաները։ Շատ շուտով կունենանք գեղեցիկ փունջ այստեղ իմ պատշգամբում եւ մենք միասին կհիանանք այս գեղեցկությամբ։ Ունենք նաեւ ծիրանի ծառ։ Իսկ հիմա գնանք նայելու իմ գեղեցիկ զարդերը միասին, սիրելիներ։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռ առջևում է։ Կրկին ողջույն սիրելիներ, հիմա ձեզ ցույց կտամ այն պատվերը, որը պետք է ուղարկեմ։ Ահա այսպիսի գեղեցիկ վզնոց եմ գնել, հիմա ես կփաթեթավորեմ եւ այն ձեր հետ միասին կուղարկեմ։ Գեղեցիկ վզնոց է, շատ նուրբ շղթայով եւ այսպիսի կրիստալապատ գնդիկներով։ Հիմա ցույց կտամ մանիկենի վրա, որից հետո կփաթեթավորեմ, ուզում եմ, որ այն նույնպես մնա իմ տեսադարանում։ Վինտաժային գեղեցիկ վզնոց է։ Ահա, այսպիսի տեսք ունի այն մանիկենի վրա։ Մոտեցնեմ դետալները, որպեսզի տեսնեք։ Եվ հեռացնեմ, որպեսզի շղթայի ամբողջ տեսքը երևա։ Իրական կյանքում այն ավելի գեղեցիկ է։ Ահա այսպես ռետրո ինչ-որ մի բան։ Կարելի է ինչպես այսպես ասիմետրիկ գրել այս գնդիկները, նաև սիմետրիկ, երկու կերպով էլ հետաքրքիր է նայվում, այնպես չէ սիրելիներ։ Առանձնապես բարդ բան չկա գեղեցիկ փաթեթավորման մեջ, ուղղակի պետք է մի փոքրիկ ժամանակ ավել հատկացնել։ Ես սիրում եմ, որպեսզի գեղեցիկը մատուցվի գեղեցիկ, դրա համար այս գեղեցիկ ժապավենը եւ լենտն եմ անցկացրել եւ հիմա կփաթեթավորեմ իմ պատկերացմամբ, թե ինչպես ավելի գեղեցիկ կմատուցվի, այդ կերպով էլ կփաթեթավորեմ։ Ահա, այսպիսի գեղեցիկ փաթեթավորում ստացվեց։ Ահա եւ վերջին պատվերը պատրաստ է, սիրելիներս։ Սիրելիներ, ահա մեկ ուրիշ գեղեցկություն եմ ձեզ ուզում ցույց տալ, գեղեցիկ մարգարիտներ հեմատիտե էլեմենտներով, որոնք զարդարված են նաեւ ցիրկոնային էլեմենտներով, շատ գեղեցիկ էլեգանտ վզնոց, շատ փայլուն հեմատիտե էլեմենտներ, խոշոր սպիտակ ձյունաճերմակ մարգարիտներ եւ իհարկե գեղեցիկ վինտաժային փական հեմատիտե խոշոր էլեմենտի առկայությամբ, շատ օրիգինալ վզնոց է, շատ շքեղ ու ճոխ։ Փականը ահա այսպիսին է, վինտաժային, ինչպես ես սիրում եմ, շատ ճոխ, հետաքրքիր, ֆունկցիոնալ, այն երբեք չի օգտագործվել, վզնոցը ամբողջովին նոր վիճակում է գտնվում։ Հիմա ցույց կտամ հաջորդի զարդերը, շատ գեղեցիկ վինտաժային էլեգանտ կլիպսներ, առկայեն բագետային կրիստալներ, ոսկեպատման առկայությամբ, կլիպսները շատ լավ են պահպանված, գերվիճակում են գտնվում։ Ահա այսպիսին է ներսի հատվածը։ Զգացվում է, որ շատ լավ ընկերություն է այն արտադրել։ Վինտաժային շուկայում շատ գնահատված են բագետային կրիստալները, որովհետև հիմա ներկա ժամանակներում չեն արտադրվում նմանատիպ կրիստալներ եւ շատ են սիրահարները բագետային կրիստալների, լինի դա ականջողերի վրա, թե բրոշների վրա, նրանց առկայությունը մշտապես հաճելի է։
ինչպես շատերի, նույնպես էլ ինձ համար։ Հաջորդ ականջողերը մի փոքր տարբերիչ են նախորդից, քանի որ չունեն կրիստալներ, այլ էմալապատ են, առկա է կանաչ էմալ, կարմիր և կապույտ, շատ գեղեցիկ ականջողեր են, ամբողջովին նոր, ոչ մեկ երբևէ չի կրել այս ականջողերը և լիցքից հասկանում ենք, ներսի լիցքից, որ այն շատ լավ ընկերություն է կատարել։ Ահա ներսի հատվածը գերազանց վիճակում է, սիրելիներ։ Իրականում ականջողերը շատ ավելի փայլ ունեն, պարզապես կամերան փայլի պատճառով կլանում է ամբողջ շքեղությունը այս ականջողերի և գույները այնքան գերհագեցած են, իրականում ավելի գեղեցիկ են, ուղղակի մի փոքր մուգ է կամերան փոխանցում իրական գունային գամմայից, բայց ոչինչ, էլի գեղեցիկ է նայվում, բայց իրական կյանքում զարդերը մի քանի անգամ ավելի գեղեցիկ են նայվում։ Կամերան կլանում է փայլը և ողջ գեղեցկությունը միգուցե մոտիկից փոքրի շատ է ավելի լավ երևած է։ Եթե համեմատենք, տեսեք տարբերությունը, սա կլասիկա է ավելի շատ, չնայած քեժլ հագուստի հետ նույնպես հնարավոր է կրել, պարտադրողական զարդ չի։ Իսկ գույները, քանի որ ամառ է, շատ հաճելի է ամռանը արձակուրդի ժամանակ կրել գունավոր զարդեր։ Քանի որ բոլորս էլ պատրաստվում ենք և սպասում ենք ամռանը ճամփորդելու կամ հանգստանալու նպատակով որևիցե երկիր մեկնելու, նոր բաներ բացահայտելու մեզ համար, իսկ հիմա մենք կբացահայտենք մեկ այլ ականջողեր, որոնք ավելի տարբերիչ են, քան այս երկուսը։ Նմանատիպ ականջողեր արտադրել է Ջուլիանան, շատ մեծ պահանջարկ ունի Ջուլիանան վինտաժային շուկայում, բայց Ջուլիանան գիտենք, որ իր զարդերը չի մակագրել և եթե մյուս զարդերի վրա առկա է արտադրողի անվանումը, Կոռադրիֆարի կամ Մոնե Սառակովինցի, Ջուլիանան երբեք ոչ մի զարդի վրա չունի մակագրություն, պարզապես հասկանում ենք կատարված աշխատանքից, բաց են հետևի մասում կրիստալները և ութաձև է կարծես ֆորման, եթե ուշադրություն դարձնեք, ահա սա է բնորոշում Ջուլիանային, թեպետ չեմ պնդի, բայց հավանականությունը մեծ է, որ այն Ջուլիանա է, քանի որ պլաստիկից չի, կրիստալներ են հենց քարերը և կատարված աշխատանքից էլ է զգացվում, որ նման է Ջուլիանային։ Այսպիսին է կլիպսը ներսի հատվածից, բնականաբար տեսնում եք, որ սև մետաղ է օգտագործված, ոչ ոսկեգույն է, ոչ էլ արծաթագույն, և այս սև մետաղը ականջողերի համար օգտագործված ավելի ինքնատիպ ու յուրօրինակ տեսք է հաղորդում այս ականջողերին։ Կրիստալատոպիա, այդպես կբնութագրեի ես այս ականջողերը, ուրեմն 3 ականջողերն էլ շատ տարբեր են իրենց ոճով, դիզայնով, բայց 3-ն էլ շատ գեղեցիկ են և ունեն իրենց առանձնահատուկ տեղը, պարզապես տարբեր են մեկը մյուսից, այդքանը կարող եմ ասել։ Հիմա ուզում եմ ցույց տալ 2 մատանիներ, մեկը էլի կրիստալապատ, այսօր կրիստալատոպիա է մեր մոտ, աստրիկներ են կրիստալներով պատկերված, ահա այս սպիտակ կրիստալներով հատվածը աստրիկներ են պատկերված, ևս մեկը այստեղ, իսկ մնացածը արդեն սովորական գունագեղ կրիստալներ են, ամառային ուրախ, տոնական և նաև ամենօրյա մատանի, հիմա դնեմ ձեռքիս վրա, որպեսզի ավելի լավ երևա, ահա այսպիսին է այն իրական կյանքում, ուռուցիկ, գմբեթաձև, գեղեցիկ, ուրախ, տոնական մատանի, բայց նաև կարելի է կրել առօրյայում նույնպես, քանի որ արծաթագույն է, ճչացող չի, չնայած բազմագույն գունագեղ քարեր են օգտագործված։ Մեկ այլ դեպք է այս պանտերան, նույնպես օգտագործված են այստեղ կրիստալներ, առկա է սև կրիստալներ, աչուկները և սպիտակ, ֆորման գեղեցիկ է, հետաքրքիր է նայվում ձեռքի վրա, ահա այսպես,
հիշեցնում է աշխարհահռչակ ընկերությունների գործեր, որոնք օգտագործել են հաճախ Պանտերա, ինչպես Պիեր Կարդենը, շատ է սիրել իր ստեղծագործություններում օգտագործել Պանտերան, կարծես իր խորհրդանիշը լինի։ Ահա այսպիսի հետաքրքիր դիզայնով մատանի, սիրելիներ։ Ուզում եմ ցույց տալ այս բրոշը, որը հիշեցնում է ժապավեն, առկա է մարգարիտներ և կենտրոնական էլեմենտը ցերկոն։ Այս բրոշը ինչպես բրոշ է հանդիսանում, այնպես էլ կախազարդ, բզնոցի համար նախատեսված հատվածը կարող եք տեսնել, դիտարկել, բայց կարծում եմ որպես բրոշ այն ավելի էլեգանտ է նայվում։ Movitex ընկերությունն է, այս ընկերության զարդերից ես էլի ունեմ, որակյալ զարդեր է արտադրում և տվյալ դեպքում հաճելին օգտակարի հետ կախազարդն է որպես բոնուս կարելի է օգտագործել ցանկության դեպքում վզնոց կրելու ժամանակ։ Կարող է հետաքրքիր նայվել, ինձ թվում է, որպես չոքեր նույնպես, տեսեք անցքը ինչքան լայն է, հնարավոր է այն հուլունքների կամ մարգարտե շարանների վրա, այ մարգարտե շարանի վրա շատ գեղեցիկ կնայվի, քանի որ այստեղ առկա է մարգարտե էլեմենտներ, շատ էլեգանտ բրոշ է, շատ հաճելի բոնուսով, որպես նաև կախազարդ կարող է ծառայել։ Ահա այսպիսին էին իմ նորությունները, սիրելիներ, իսկ վերջում ես ձեզ ցույց կտամ հաճելի մի բոնուս, ինչպես ստեղծել կոլաժներ հագուստների վրա։ Ահա ամենասովորական բայզիկ վերնաշապիկը կարող է դառնալ գեղեցիկ հետաքրքիր կտավ, օձիքների վրա տեղադրել եմ 2 գեղեցիկ թիթեռ, իսկ այստեղ զամբյուղը և գլխարկը, բայց եթե շատ է ձեր համար այս տարբերակը, կարող ենք վերցնել գլխարկը և զամբյուղը, թողնել միայն թիթեռները կամ հակառակը, սիրելիներ։ Համենայն դեպս ավելի գեղեցիկ է նայվում, քան մեկ բրոշը ամեն դեպքում այդքան էլ հետաքրքիր չի նայվում, ճիշտ է, կարող է զարդարել վերնահագուստը, ավելի ուրախ պայծառ տեսք հաղորդել, բայց երբ որ առկա է լինում կոլաժային տարբերակ, անընդհատ հետաքրքրություն է առաջացնում և ուզում ես նայել, ուսումնասիրել։ Ահա այսպիսի տարբերակ, սա տարբերակներից մեկն է, դուք կարող եք ձեր ֆանտազիայով ստեղծել ձեր իսկ տարբերակը, սիրելիներ։ Ահա մյուս տարբերակը, սիրելիներ, տեղադրել եմ զամբյուղը և գլխարկը պիջակի վրա, իսկ այստեղ վուալա, մանժետների վրա 2 թիթեռնիկներ, միանման կամ տարբեր, դա էական չէ, կարևորը մոտիվը նույնն է և ստացվել է հետաքրքիր կոլաժ, ամեն մեկը կարող է իր պատկերացմամբ ստեղծել սեփականը։ Ես այս պահի դրությամբ այսպիսին եմ տեսնում իմ գարնանային գեղեցիկ ուրախ լուքը։ Միգուցե ոմանց համար քիչ լինի, ոմանց համար շատ այս ամենը, բայց ես տվյալ դեպքում այս կոլաժային լուքի հետ ուրիշ որևիցե զարդ չեմ կրելու, ոչ մատանիներ, ոչ ականջողեր, ոչ վզնոցներ, դրա համար նորմալ է նայվում։ Եվ սա կարելի է հագնել ավելի հասարակ միատոն թիշորտով այս լուքը, դե բնականաբար ամեն մարդ իր պատկերացումն ու նախասիրությունները ունի, ես պիջակները թիշորտով ավելի շատ եմ գերադասում, քան վերնաշապիկով։ Դե ինչ, սիրելիներ, այսօր այսքանը, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը դեռևս առջևում է։